Ողջույն բոլորին։ Ինչպես հիշում եք, մեր նախորդ հոլովակը բիզնեսի ֆունդամենտների, բիզնեսի հիմունքների մասին էր։ Սովորեցինք 10 արտահայտություն, որոնք վերաբերում են բիզնես անգլերենին։ Այսպիսով եկեք շարունակենք եւ այսօր եւս 10 նոր արտահայտություն սովորենք։ Բայց մինչ շարունակելը խնդրում եմ բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակը հետագա հոլովակները բաց չթողնելու համար։ Ինչպես նաեւ մեկնաբանությունների դաշտում կդնեմ իմ Instagram-յան էջի հղումը, խնդրում եմ այնտեղ եւս հետևեք ինձ, որովհետեւ շատ հետաքրքիր բաներով եմ կիսվում։ Այսպիսով շարունակենք։ 11-րդ արտահայտությունը mission։ Mission-ը առաքելությունն է, այսինքն այն, ինչի համար, որ գոյություն ունի ձեր բիզնեսը։ Հիմա կազմենք օրինակ նախադասությունը։ Մեր առաքելությունն է առողջ սնունդը մատչելի դարձնելը բոլորի համար։ Մեր առաքելությունն է առողջ սնունդը մատչելի դարձնելը բոլորի համար։ Մեր առաքելությունն է our mission is առողջ սնունդը մատչելի դարձնելը բոլորի համար։ To make առողջ սնունդը healthy food մատչելի affordable բոլորի համար for everyone. Our mission is to make healthy food affordable for everyone. Հաջորդ արտահայտությունը vision-ն է։ Տեսլական։ Առհասարակ բիզնես պլան սարքելու, ստեղծելու ժամանակ mission եւ vision section-ները, բաժինները պարտադիր են լրացնելու համար։ Տեսլական։ Օրինակ, մեր տեսլականն է աշխարհը առանց պլաստիկ թափոնների։ Մեր տեսլականն է our vision is աշխարհը առանց պլաստիկ թափոնների։ A world without plastic waste. Plastic waste նշանակում է պլաստիկե թափոններ։ Our vision is a world without plastic waste. Հետո unique selling point կամ էլ USP unique selling point առանձնահատկությունն է, որով որ քո ապրանքը կամ ծառայությունը տարբերվում է մյուսներից։ Եկեք կարճ գրենք առանձնահատկություն։ Օրինակ, կամ կարող ենք առանձնահատկության փոխարեն անգամ գրել եզակի առաջարկ։ Այսպես ավելի հասկանալի կլինի կարծում եմ։ Օրինակ, մեր եզակի առաջարկը 24/7 հաճախորդների սպասարկումն է իրական մարդկանցով, այսինքն ոչ թե ռոբոտներով, ոչ թե AI-ով կամ ոչ ավտոմատացված ձևով, այլ հենց իրական մարդկանցով։ Մեր առանձնահատկությունն է կամ եզակի առաջարկն է our USP is 24/7 հաճախորդների սպասարկումը իրական մարդկանցով։ 24/7 customer support with real humans. Our USP is 24/7 customer support with real humans. Տեսեք, մենք արտահայտությունները բառացի չենք թարգմանում։ Օրինակ, եթե բառացի թարգմանեինք unique selling point-ը կստացվեր վաճառքի յուրահատուկ կետ։ Բայց ուզում եմ ասել, որ թարգմանում ենք այնպես, որ իմաստը ավելի հասկանալի լինի։ Այսինքն այստեղ խնդիրը ոչ թե բառացի թարգմանելն է, այլ թարգմանելը իմաստը։ 14-րդ արտահայտությունը customer journey. Customer journey.
որը հաճախորդի ճանապարհորդությունն է, այսպես ասած։ Հիմա կբացատրեմ։ Տեսեք, customer journey-ն այն քայլերն են, որի միջոցով որ հաճախորդը անցնում է բրենդի մասին լսելուց, իմանալուց սկսած մինչև գնում կատարելը։ Customer journey։ Հիմա օրինակ, հաճախորդի ճանապարհը քարտեզագրելը բացահայտեց մեր ծառայության բացերը։ Օրինակ, եթե հաճախորդի ճանապարհի քարտեզագրում է իրականացնում բրենդը եւ տեսնում է, որ օրինակ գովազդ է միացրել ու 100 հոգի իմացել է բրենդի մասին, բայց 100-ից ոչ մեկն էլ գնում չի կատարել, ուրեմն պետք է հասկանան բացերը, պետք է հասկանան ինչու ոչ մեկը գնում չի կատարել։ Միգուցե ապրանքն է թանկ, միգուցե գովազդը գեղեցիկ վիզուալով չի եղել ու չի հետաքրքրել մարդկանց։ Այսինքն customer journey mapping-ը իրենց ներկայացնում է քարտեզագրումը հաճախորդի ճանապարհորդության, որպեսզի հասկանաս, թե որտեղ, որ փուլում պետք է ավելի լավացնես քո ծառայությունը կամ ներկայանալը հաճախորդին։ Թարգմանենք։ Հաճախորդի ճանապարհը քարտեզագրելը mapping the customer journey բացահայտեց մեր ծառայության բացերը։ Reveal նշանակում է բացահայտել։ Revealed gaps in our service. Mapping the customer journey revealed gaps in our service. Հետո 15-րդ արտահայտությունը conversion rate. Conversion rate. Սա այն տոկոսն է, մարդկանց այն տոկոսն է, որը կատարել է ցանկալի գործողությունը։ Մարդկանց այն տոկոսը, որը կատարել է ցանկալի գործողությունը։ Օրինակ, եթե գովազդ ենք միացնում եւ մեր ցանկալի գործողությունը այն է, որ մարդը գնում կատարի ու գովազդը միացնելուց հետո տեսել է գովազդը 100 հոգի, բայց 100-ից կատարել է գնում 1-ը, ստացվում է, որ մեր conversion rate-ը 1% է։ Որովհետև դե 100%-ից 1%-ն է կատարել գնումը։ Հուսամ հասկանալի եմ բացատրում։ Մեր, այսպես ասենք, կոնվերսիայի տոկոսը բարձրացավ կայքի վերափոխումից հետո։ Մեր կոնվերսիայի տոկոսը our conversion rate բարձրացավ կամ բարելավեց improved after redesigning the website. Our conversion rate improved after redesigning the website. Ու այստեղ conversion rate-ը պարտադիր չի, որ լինի վաճառքը, կարող է լինել օրինակ կայքում գրանցումները, sign-up-երը, այդպես։ Հաջորդ արտահայտությունը lead generation-ն է։ Lead generation. Lead generation-ը պոտենցիալ հաճախորդներին գտնելու գործընթացն է։ Պոտենցիալ հաճախորդներին գտնելու գործընթաց։ Հայերեն իրականում լիդոգեներացիա ենք ասում, կարող ենք կողքից գրել։ Լիդոգեներացիա։ Օրինակ, սոցիալական մեդիայի գովազդները մեր լիդոգեներացիայի հիմնական գործիքն են։ Սոցիալական մեդիայի գովազդները, social media ads, social media ads-ը հենց սոցմեդիայի գովազդներն են։ Ուրեմն մեր հիմնական լիդոգեներացիայի գործիքն է։ Our main lead generation
Tool. Tool նշանակում է գործիք։ Social media ads are our main lead generation tool. Հիշեք, social media ads սոցմեդիայի գովազդները, tool գործիք, դե lead generation-ը լիդո գեներացիա։ Հետո հաջորդը customer retention. Customer retention-ը, այսպես ասած, հին հաճախորդներին պահելու ունակությունն է։ Այսպես ասած, երբ որ հաճախորդը մեկ անգամից ավել գնում է կատարում ձեզ մոտ, դա customer retention-ն է։ Այսինքն հաճախորդի վերադառնալը ձեզ։ Եկեք գրենք հաճախորդին պահելու ունակություն։ Հաճախորդին պահելու ունակություն։ Կամ հաճախորդների պահպանում։ Ուրեմն, հավատարմության ծրագրերը բարձրացրին հաճախորդների պահպանումը 15%-ով։ Եկեք հաճախորդների պահպանում գրենք։ Հավատարմության ծրագրերը loyalty programs, loyalty նշանակում է հավատարմություն, loyalty programs, հավատարմության ծրագրերը բարձրացրին, improved, տեսեք, improve ավելի ճիշտ է, քան օրինակ increase, բայց մենք հայերեն թարգմանում ենք բարձրացրին, ոչ թե բարելավեցին։ Հավատարմության ծրագրերը բարձրացրին, հաճախորդների պահպանումը, customer retention, 15%-ով, by 15%. Loyalty programs improved customer retention by 15%. Հետո 18-րդ արտահայտությունը market segmentation. Market segmentation. Շուկայի սեգմենտավորումն է։ Օրինակ, հասկանալը ենթադրենք, որ քո շուկայում գնորդների 40%-ը տղամարդ է, 60%-ը կին, կամ հիմնականում գնորդները 18-ից 50 տարեկան են։ Այդ ամենը շուկայի սեգմենտավորում է իրենց ենթադրում։ Շուկայի սեգմենտավորումը անում են նրա համար, որ հետագայում ավելի ճիշտ հասկանաս, թե ում ինչ առաջարկ, ում մոտ ինչ առաջարկով հանդես գաս։ Օրինակ, տարեցների համար ենթադրենք առողջարաններ ավելի շատ առաջարկես, երիտասարդների համար ինչ որ ջիմ փաթեթներ եւ այդպես շարունակ։ Մենք օգտագործում ենք շուկայի սեգմենտացիա կամ շուկայի սեգմենտավորում բարձր եկամուտ ունեցող տղամարդկանց թիրախավորելու համար։ Մենք իրականացնում ենք կամ մենք օգտագործում ենք we use շուկայի սեգմենտավորում, market segmentation, բարձր եկամուտ ունեցող տղամարդկանց թիրախավորելու համար։ Հիմա այստեղ պետք է by-ը դնենք, գրենք թիրախավորելու համար բարձր եկամուտ ունեցող տղամարդկանց։ To target, target նշանակում է թիրախավորել։ To target high income men. High income-ը գծիկով ենք գրում, սա այսպես ասած նշանակում է բարձր եկամտով։ Բարձր եկամտով տղամարդկանց։ We use market segmentation to target high income men. Հաջորդ արտահայտությունը business plan. Business plan-ն է։ Business plan. Business plan. Սա փաստաթուղթ է, որը նկարագրում է բիզնեսի նպատակները, դրանց հասնելու ճանապարհը։ Օրինակ, մենք մեր բիզնես պլանը ներկայացրինք պոտենցիալ ներդրողներին։
Մենք մեր բիզնես պլանը ներկայացրինք, we, այսպես անգլերենում այսպես ենք ասում, մենք ներկայացրինք մեր բիզնես պլանը պոտենցիալ ներդրողներին։ We presented, present նշանակում է ներկայացնել։ Եկեք գրենք, ներկայացնել։ We presented our business plan. We presented our business plan potential investorներին, potential ներդրողներին to potential investors. We presented our business plan to potential investors. Եվ այսօրվա համար վերջին արտահայտությունը 20-րդը։ Եկեք գրենք SWOT analysis. Տեսեք, SWOT-ը այսպես է բացվում, հիմա ներքևում կգրենք։ Ուրեմն SWOT-ը հավասար է strengths, այսինքն ուժեղ կողմեր, weaknesses, թույլ կողմեր, opportunities, հնարավորություններ, եւ threats, վտանգներ։ Եկեք բոլորը մեծատառով գրենք։ Strengths, weaknesses, opportunities, threats. Այսինքն SWOT վերլուծությունը իրենից ներկայացնում է հետևյալը. դու ուսումնասիրում ես քո բիզնեսի ուժեղ կողմերը, թույլ կողմերը, հնարավորությունները եւ վտանգները։ Օրինակ, մեր SWOT վերլուծությունը ցույց տվեց նոր հնարավորություններ ասիական շուկայում։ Մեր SWOT վերլուծությունը our SWOT analysis ցույց տվեց showed նոր հնարավորություններ ասիական շուկայում, new opportunities in the Asian market, ասիական շուկայում։ Our SWOT analysis showed new opportunities in the Asian market. Եվ եկեք այս 10 արտահայտությունը եւս կրկնենք։ Mission. Our mission is to make healthy food affordable for everyone. Vision. Our vision is a world without plastic waste. Unique selling point. Our USP is 24/7 customer support with real humans. Customer journey. Mapping the customer journey revealed gaps in our service. Conversion rate. Our conversion rate improved after redesigning the website. Lead generation. Social media ads are our main lead generation tool. Customer retention. Loyalty programs improved customer retention by 15%. Market segmentation. We use market segmentation to target high-income men. Business plan. We presented our business plan to potential investors. SWOT analysis. Our SWOT analysis showed new opportunities in the Asian market. Դե ինչ սիրելիներս, այսօրվա համար այսքանը, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք, թե ինչ տեսակի կոնտենտ եք ավելի շատ ակնկալում ինձնից։ Արդյոք կցանկանաք հաջորդ 10 բիզնես անգլերենին վերաբերող արտահայտությունները եւս սովորել թե ոչ։ Խնդրում եմ մի մոռացեք եւ բաժանորդագրվեք YouTube-յան ալիքիս եւ մեկնաբանություններում նշածս Instagram-յան էջին եւս հետևեք։ Շնորհակալ եմ։